այս ամենը հաշվի առնելով նաև այս վերլուծություններին տիրապետելով Մայր Հայաստանը որոշում կայացրեց ոչ թե առանձին մասնակցել ու լուծել անցողիկության խնդիրը, որ մենք բացարձակապես խնդիր չունենք այդ հարցը լուծելու, այլ մենք գնացինք միավորումների ճանապարհով, մեր օրինակով ցույց տվեցինք եւ Բարգավաճ Հայաստանի հետ ենք մասնակցում այս ընտրություններին ուղղակի ուղերձ հրղելով մեր հանրությանը, որ սա մանդատների խնդիր չի եւ մեր հանրությանը նաեւ անկեղծ պետք է ասենք այո, սա լավի ու վատի ընտրություն չի, լավագույնների ընտրություն չի, մեղմ ասած լավագույններ չկան այս ընտրություններում, մենք անկեղծ պետք է խոսենք մեր հանրության մոտ, մենք ինքներս էլ շատ վերապահումներ ունենք բոլորի հանդեպ, բայց մենք գտնում ենք, որ եթե մի կողմում դրված է Հայաստանի վերացումը եւ հայոց նոր ցեղասպանությունը, իսկ մյուս կողմում այն հնարավորությունը, որ մենք կստանանք իշխանափոխությունից հետո, ապա մենք ընտրում ենք այդ հնարավորությունը, այսինքն չարյաց փոքրագույն համարեք կամ վատի ու վատագույնի ընտրություն համարեք, ցանկացած պարագայում բացի Նիկոլ Փաշինյանից մնացածը հայկական իրականության հետ են կապված լինելու։ Այո, պարզ է, մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանափոխությունից հետո այդպես չի, որ մեղր է ծորալու երկնքից, բազում խնդիրներ են առաջանալու, նույն կոալիցիոն իշխանության տրամաբանության շրջանակներում, այնպես չի, որ ամեն ինչ հարթ է գնալու։ Իշխանության համար իրական պայքարը դրանից հետո է սկսվելու։ Այդ ամեն ինչը նորմալ է, այդ ամեն ինչը տեղավորվում է քաղաքականություն կոչված երևույթի մեջ։ Բայց իշխանության համար պայքար լինում է այնտեղ, որտեղ կա պետություն։ Կարելի է դեպի լավը գնալ այնտեղ, որտեղ կա պետություն, բայց եթե պետություն չկա, մեր բոլորի կարգավիճակները զորանում է։ Կապ չունի, հիմա ով է հիշում, թե Ղարաբաղում ով է եղել падգամավոր, նախարար, նախագահ, չգիտեմ, ուժային, բիզնեսմեն, ամեն ինչ թողել եկել են։ Հիմա այստեղ էլ ում է պետք լինելու մեր այսօրվա կարգավիճակը, եթե մենք չենք ունենալու պետականություն։ Այնպես որ ընտրությունը շատ պարզ է, մարդիկ պետք է ընտրեն Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջանը։ Հայաստանի Հանրապետությունը ընտրելու համար պետք է գնալ անպայման ընտրության եւ հաշվարկել, թե ձեր համար, օրինակ սերելի քաղաքացիներ, ձեր համար ով է չայրած փոքրագույն, նրան ընտրեք, բայց անպայման մասնակցեք, ընտրեք որևէ պարագայում քվեջ տակ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դուք դրանով տալիս եք Ալիևին, դրանով տալիս եք Էրդողանին, դրանով տալիս եք Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մեսեջը շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները ստանան։